Չգիտեմ դուք տեղեկացված եք թե չէ, նաև բարդ վիրահատություն է տարել կապված են մահափորձի երբ հարձակում էր տեղի ունեցել եւ իհարկե առողջական որոշ խնդիրներ ունեն, բայց հիմա տեսեք 24 ժամ է անցել այս ամբողջ արարողությունից, այսպես կոչված ճակերտավոր այդ հարձակումից, ձերբակալումից, հիմա ես փորձեցի նույնիսկ այս կուրտկան փոխանցել, որպեսզի հագուստ ունենա, այսինքն մարդը իր աշխատանքային հագուստով, կոստյումով եւ այլն աշխատանքի վայրից ձերբակալվել է, որի հիմքերը չկային, բայց այս սրանք բոլորը վատ վերաբերմունքի դրսևորումներ են, եթե ոչ ասենք մենք չասենք, որ դեռ կտանքներ կան, բայց այնուամենայնիվ, որ ակնհայտ անմարդկային վատ վերաբերմունք է դրսևորել, դա այդպես է, որովհետև երեկվանից ժամը 10-ից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ։ Իսկ ինքը նաև ունի շաքարային դիաբետ, միգուցե այս պահին ես լիազորված չեմ խոսելու իր առողջության վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մարդը սնունդ չի ստացել։ Մարդը ունի իր հագուստը, այսինքն այս պայմաններում պետք է ունենա համապատասխան հագուստ։ Եղանակն է երեկվանից փոխվեց, հիմա ավելի կտրուկ նվազել է ջերմաստիճանը։ Մարդը չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորություններից, այսինքն այդ 24 ժամվա ընթացքում, եթե ես հասցրել եմ այդ ընթացքում գնալ լվացվել, հագնվել, փոխվել, շոր փոխել եւ այլն, այս մարդը դրանից էլ է զրկված եղել։ Սրանք այն մասին են խոսում, որ այդ ձերբակալություն գործողությունը եղել է բացարձակ ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել եւ հիմնավորումն է նույնպես ապօրինի, այսինքն այդ գործընթացի վերաբերյալ